Կայացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից Օսկարին ներկայացված երկրաշարժ ֆիլմի երևանյան պրեմիերան։ Այդ արդիվ Երևանում էր ֆիլմի ստեղծագործական կազմը, պրոդյուսեր Ռուբեն Դիրդիշյանի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, գլխավոր դերակատարներ Կոստանդին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, ովքեր իրենց հայ գործընկերների հետ ֆիլմը ներկայացրել են հայ հանդիսատեսի գնահատմանը։ Ֆիլմի հեղինակային խմբի անդամները նշել են, որ հայաստանյան պրեմիերան չափազանց պատասխանատու ցուցադրություն է, քանի որ մարդկանց սրտերում դեռ ապրում է մեծ ողբերգության ցավը։ Չնայած երկրաշարժը չի հայտնվել Օսկարի հավակնորդ ֆիլմերի վերջնացանկում, բայց այն արդեն գնել են Ճապոնիայի, Ֆրանսիայի և այլ երկրների դիստրիբյուտորական հայտնի ընկերությունները։ Իսկ դեկտեմբերի 1-ից կսկսվի ֆիլմի համառուսաստանյան ցուցադրությունը։ Այս ահավոր աղետի մասին շատ պատմություններ ենք լսել։ 25,000 մարդ զոհվեց, ուրեմն և 25,000 մարդկային պատմություններ են։ Մենք փորձեցինք մեկ սցենարում միավորել այն ամենը, ինչ կարևոր էր՝ ընտանիք, սեր, զավակներ և սերունդների բախում։ Կարծում եմ, որ կարողացել ենք ցույց տալ այդ օրերի համընդհանուր պատկերը։ Ինձ համար այստեղ գտնվելը կրկնապատիկ հուզիչ է։ Ես հիշում եմ, թե ինչպես էր այդ ամենը տեղի ունենում։ Շատ կարևոր է կարեկից լինելու և ուրիշի ցավը վերապրելու կարողությունը և պետք չէ վախենալ ցավին ուղիղ նայելուց։ Ֆիլմի նկարանումներից անցել է 1 տարի։ Այս ֆիլմն ինձ համար մեծ ստեղծագործական ցնցում էր։ Ես միայն աղերսում էի. Տեր, ինձ ուժ տուր, որ չխաղամ, այլ իսկապես ապրեմ այդ պահերը։